Պատվաշան դատական նիստին ներկայացել են դատավարության մասնակիցները, դատական նիստին չեն ներկայացել Մարիա Նեղատովան Բաղդասյանը, Պաշտպաններ Հովսեփ Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երեմ Սարգսյանը, Արադ Ղազարյանը, Արտոն Վարդանյանը, Միքայել Շիկրյանը, Ալեքսանդր Կոչուբաևը, Զորայր Հարությունյանը, Արամ Վարդևանյանը, Գալիկ Ռադիկյանը, Պաշտպաններ Անդրանիկ Մանուկյանը եւ Արտոն Վարդանյանը դիմումների միջոցով տեղեկացրել են, որ աշխատանքային կառավարության պատճառով չեն կարող ներկայանալ սունդատական նիստին։ Երեմ Սարգսյանը ավարտեց հարց ու պատասխան եղավ, Էրիկ Ալեքսանյանը ցանկանում էր դիրքորոշում արտահայտել կամ հայտարարությամբ հանդես գալ։ Այս կապակցությամբ եթե հարցը պայմանականորեն լիարժեք 100%-ով ավարտված չի, բայց ովքեր որ իրենց ասելիք պետք է ասել են ներկայացրել հարց ու պատասխանի եղել հայտնի մեղադրող առարկություններ, որ ներառյալ Արսիկ Ալեքսանյանի պաշտպանների բացակայության դատական նիստը։ Նախ կներեք Արսիկ Ալեքսանյանի պաշտպանների բացակայության դատական նիստը շարունակելու մասով դերքորոշումը։ Պատասխան դատական չեմ առարկում կանոն շարունակել։ Կար էքզաման դեռնաց եկապրատ։ Ստեսությունից համար գնություն։ Ասեցի նա այսօր ներկայացուցչական սիրուն դատվել, պատվաշան դատվել։ Այսօր դատանը դրատից չի կայացնել։ Այլն նեղատվող դիրքորոշում։ Հատկապես մեղադրելի արտահայտված դիրքորոշման պայմանները, որը խոչընդոտ չեմ տեսնում։ Ես ճիշտ եմ նշում, որ Էրիկ Ալեքսանյանը ցանկանում Երեմ Սարգսյանի բացահայտած իրավական հարցերի կապակցությամբ դիրքորոշում ժամանակահատվածում եկան բաներով մոռացել եմ արդեն ինչ եւ իմացեի, հետ նահանջ եմ անում հասրեք չունեմ։ Հաշվի առնելով, որ միայն դատական նիստը չի, եւ միայն դատական նիստում ունենք մեղադրել դատական կարգավիճը, բայց այս հիշողությունը պետք է գա մեղադրել կարգավիճը։ Որ հիշողությունը վերականգնելի։ Ասում են ուժում չի։ Լավ, ճիշտ է։ Ըստ էության այլ բան չունենք անելու։
Դատալսումները վերցկացնելու համար հետաձգում է հաջորդ դատական նշանակն 2028 թվականի եզրափակիչ հայտարարություններ դա իրավունք է մեղադրյալների համար ոչ թե պարտականություն մեղադրյալները ցանկանում են եզրափակիչ հայտարարության հանդես գալ թե ոչ, եթե այո, այս անգամ հաճի ծա կամ հաճի գիտականության։ Երի Գալստյանը ցանկանում են եզրափակիչ հայտարարության հանդես գալ։ Այո, շնորհակալություն։ Պատվարժան դատարան յուրաքանչյուր իրադարձություն իմ կյանքում ես միշտ դիտարկել եմ հետևել 3 գործոնների համատեքստում, ինչ որ եղել է միշտ դիտարկել եմ հետևել կետը։ Դա կամ պատիժա, կամ գործություն, կամ պարքև։ Այս 3 տարիների հետապնդումը մասնավորապես 3 տարի մեղադրյալի անվանականչը 2 ամիս ԱԱԾ մեկուսարանում անցկացնել է և առասպեք այս 3 տարիների ընթացքում քրեական հետապնդման մեջ գտնվել է։ Միգուցե առաջին հայացքից հենց այս գործոնների համատեքստում թվա թե դա կամ պատիժ է, կամ գործություն, կամ պարքև։ Ես կարծում եմ, որ այս 3 տարիների ընթացքում իմ շուրջ տեղի ունեցածը կամ շահկապը կարելի է տարանջատել, կամ չկա պատվարժան դատարան, այս ամբողջ իրադարձությունը կարելի է փոխարինել կամ շահկապը հենց եւ շահկապով, եւ ձևապարարվեն դա իմ համար եղել է ինչպես պատիժ, պարքև, այնպես էլ գործություն։ Ամփոփելով խոսքս պատվարժան դատարան կնշեմ ընդհանրապես մի բան։ Ես անմեղ եմ, ուստի խնդրում եմ ձեզ կայացնել արդյունացման։ Արսակալексանյան ցանկանում է եզրափակիչ հայտարարության հանդես։ Այո, պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ, 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչ օրս 3 տարուց ավել ես ունեմ մեղադրյալի կարգավիճակ եւ որպես մեղադրյալ, որպես դատավոր եւ առհասարակ որպես իրավաբան ես մշտապես ցանկացել եմ հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքի բովանդակությունը եւ էությունը, այդ բարձրացումը փորձել եմ ստանալ ինչպես նախաքննական մարմնից, այնպես էլ հանրային մեղադրողներից։ Բայց այդպես էլ չեմ ստացել։ Նախաքննական մարմնին նույնիսկ ես եւ իմ պաշտպանական թիմը խնդրել ենք կոպի-փաստ եղանակով ի վերջո ցուցանել, որն է իմ արարքից լիազորությունների անցում եւ որն է ակնհայտ անարդարդատական ակտ, բայց այդպես էլ նախաքննական մարմինը չի կատարել իր պարտականությունը։ Հանրային մեղադրողներից ամբողջ դատավարության ընթացքում Գևորգյան Արմենը խուսափել է մեր առաջադրված որևէ հարցին պատասխանելուց, պատճառաբանելով, որ
դրանց կպատասխանի համապատասխան փուլում, բայց համապատասխան փուլի ժամանակ անցել է այլ աշխատանքի, իսկ պարոն Մհերյանը մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, նշել է, որ մասնակից չի եղել այդ ամենին եւ իմ պատկերացման, իմ ընկալման եւս որևէ հարցի ըստ էության չի պատասխանել։ Դատավարության ընթացքում պատվարժան դատարան բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել նաեւ ձեզ, որոնց մեծ մասը դուք մերժել եք, երկու հատիկ քննարկումներ, եթե չեմ սխալվում, պարոն Վարդանյանի եւ պարոն Մանուկյանի ներկայացված միջնորդությունները հետաձգել եք եւ ես լիահույս եմ, որ դրանց մանրամասն կանոնադրվում է վերջնական դատական ակտում։ Ես որևէ հակապաստառք չեմ լսել իմ նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների ապօրինի ունելու վերաբերյալ, լսել եմ միայն, որ քանի որ դատավորը Արղամանյան Դավիթը դա բավարարել է, ուրեմն որևէ խնդիր չկա։ Ես այլ բացատրություն չեմ լսել։ Ես որևէ իրավական ողջամիտ բացատրություն չեմ լսել նաև քննչական ենթակայության խախտման վերաբերյալ, իհարկե կներեք բացի Սմբոյի խարտյաշ ունքերից եւ հայրիկից պահած, չգիտեմ, հանրահայտ նապաստակների համտեսումից։ Ես որևէ այլ բացատրություն չեմ լսել։ Այն, որ մեղադրանքը որևէ բացարձակ որևէ աղերս չունի իրավաբանության հետ, դա շատ լավ հասկացել են եւ հասկանում են նաեւ նախաքննական մարմինը եւ դատախազությունը, դրա բառօրինակը հենց այն է, որ դեռևս նախաքննության վաղ փուլում, երբ ես նոր էի կալանավորվել, նախաքննական մարմինը հանդես է եկել առաջարկով, հետևյալ առաջարկով, որ ընդունի մեղքը ցուցմունքներ տուր, որպեսզի մեղադրանքը վերավորակենք, մասնավորապես լիազորությունների անցումը վերավորակենք առաջին մաս, իսկ ակնհայտ անարդար դատական ակտը առհասարակ իսկ դու գնա տուն։ Ինչը բնականաբար իմ կողմից մերժվել է։ Ինչ եք կարծում, պատվարժան դատարան, եթե մեղադրանքը օրենքի եւ իրավունքի, իրավաբանության սահմաններում դիներ, նման առաջարկ կանեին ինձ, բնականաբար չէին անում։ Լավ հարց է առաջանում, ինչու է նման կերպ վարվել, այսինքն ինչու է ինձ ներկայացված մի մեղադրանք, որը ոչ միայն հիմնավոր չէ, այլ ես ներողություն եմ խնդրում, գրագիտության եւ պրոֆեսիոնալիզմի մինիմալ չափանիշներին չի համապատասխանում։ Միթե ԱԱԾ-ում կամ դատախազության աշխատակիցները խնդիր ունեն գրագիտության հետ, միթե սա պրոֆեսիոնալիզմի բացակայության արդյունք է, միթե չեն հասկանում ինչ են անում, իհարկե ոչ պատվարժան դատարան, շատ լավ էլ հասկանում են, եւ դատախազության եւ ԱԱԾ աշխատակիցները լավ էլ պրոֆեսիոնալ են, լավ էլ գրագետ են, բայց ինչն է պատճառը, որ նման կերպ է վարվում, ինձ պատժելու հանձնարարություն են ստացել, այլն կերպով կատարել է։ Եթե մեղադրանքը նման կերպ ուղղված չլիներ, եթե իրականությունից կտրված չլիներ եւ նման կերպ իրականությունը չհամապատասխաներ, ես պարզապես չէի կարող 2 տարի 5 ամիս պահվել անազատության մեջ, որից 1 տարի 5 ամիսը ես գտնվել եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Ինձ մոտ հաջորդ հարցն է առաջանում, այս իրավունքի նշումներ չպարունակող մեղադրանքի պարագայում դատախազության հույսը ով է պատվարժան դատարան, դուք եք շատ իզուր։ Ինչի պետք է օպերատիվ մարմինների, քննչական մարմինների, դատախազության, ոչ ճիշտ, ոչ գրագետ, ոչ պրոֆեսիոնալ, ապօրինի գործողությունների արդյունքում պատասխան տան ծանր բեռի տակ մտնեն մեր դատարանները, մեր դատավորները։ Ի վերջո սարատավոր պրակտիկան պետք է վերջ դրվի մեր հանրապետությունում։ Այդպես շատ էին ուզում ինձ դատի տալ, թող բարի լինեին, աշխատանք այնպես բարեխիղճ եւ օրենքին համապատասխան կատարեին, որ այսքան խնդիրներ չառաջանար, բայց գործել են օրենքին ոչ համապատասխան եւ գործել են ոչ բարեխիղճ։ Պատվարժան դատարան, չգիտեմ կհավատաք թե ոչ, ամփոփում եմ ասածս, մի տեսակ ես նույնիսկ տխրել եմ, որ այս դատավարությունը մոտենում է ավարտին, որովհետեւ քիչ թե շատ ամեն պարագայում ես սովորել էի ձեզ եւ իմ մոտ վստահություն է առաջացել ձեր նկատմամբ, չնայած միշտ էլ եղել է այդ վստահությունը, որովհետեւ նախկինում եւս ես ձեզ ճանաչել եմ որպես դատախազ, մենք գործընկերներ ենք եղել։ Ամեն դեպքում ես ցանկանում եմ, որպեսզի ինչ լինում է հենց այս դատական նիստերի դահլիճումը լավացվի եւ ինչպես դասականն է ասում, ինչ լինում է թող միանգամից լինի։ Եթե անկեղծ լինեմ, ես այլ դատավորի տրամադրություն չունեմ պատվարժան դատարան։
Եվ վերջին ես պնդում եմ, որ որևէ քրեորեն հետապնդելի արարք չեմ կատարել, ես որևէ լիազորություն չեմ անցել, Սերգեյ Գրիգորյանի լավի դիմաց ազատելու վերաբերյալ դատական ակտը եղել է ոչ միայն ակնհայտ անարդար, չի եղել ոչ միայն ակնհայտ անարդար, այլ եղել է ճիշտ հակառակը, եղել է ամենաարդար դատական ակտը։ Եվ ուրեմն ես, Էրիկ Ալեքսանյանը եւ Թամարա Պետրոսյանը պետք է արդարացվենք, որի կապակցությամբ ձեզ խնդրում եմ առաջնորդվել բացառապես օրենքով եւ իրավունքով եւ ինչի կապակցությամբ ձեզ պատվաստանատարան մաղթում եմ ուժ, համարձակություն, իմաստություն եւ համբերություն։ Աստված պահպանողից, շնորհակալություն։ Թամարա Պետրոսյան, ցանկանում եք եզրափակիչ հայտարարության հանդես գտնելու, եթե կարող եք ներկայացնել ձեր հայտարարությունը։ Այո, պատվաստան կտան, բայց շատ կարճ։ Ուղղակի ցանկանում եմ ասել, որ հուսով եմ կլինեմ վերջին դատավորի օգնականը, ով զուտ իր աշխատանքային պարտականությունները կատարելու արդյունքում ստիպված կլինի անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել եմ ես ու դեռ շարունակում եմ անցնել։ Այսքանը։ Աշխարհանալով մեղադրյալների եզրափակիչ հայտարարությունները չեն ներկայացվել վարույթի համար տեղականություն ունեցող որևէ նոր հանգաման հետազոտման համար որևէ ապացույց չի ներկայացվել, որ դատարանն է գնահատել դա մեղադրյալի համար նորից ոչ դատարանը հայտարարում է հիմնական դատալիստների ավարտի մասին։ Եվ մի ժամանակ դատարանը քրեական դատավարության զույգի 278-րդ երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն դատալիստների հետաձգումը վերջի գրասնելու համար հաջորդ դատական նիստի նշանակում է 2025 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 17:00 դատավարության ներկա մասնակիցները համարվեց տաշած ծանուցված նոյեմբերի 26:17:00 դատավարության ներկա մասնակիցները համարվում են տաշած ծանուցված դատական նիստը